սեղմեք լայք եւ բաժանորդագրվեք մեր ալիքին։ Տեսած կլինեք կալուգացիների են ապուշ վիդեոները Հայաստանի իբր ադրբեջանացման վերաբերյալ։ Այն որ Հայաստանի փողոցները լցվում են ադրբեջանցիներով, չգիտեմ, Հայաստանում ադրբեջանական դրոշներ են եւ այլն։ Բայց ես ուզում եմ մի հատ հասկանանք, էլի սա ոնց է տեղի ունեցել։ Այսինքն իրանք իրանց թիմով հավաքվել են, մտածել են ինչ անենք։ Եկեք պատկերենք Հայաստանը ադրբեջանացված, որ մարդիկ սարսափեն։ Կալուգացի օլիգարխներ անձամբ են իրա ոչինչ չասող sense դեմքով նստած ասել են լավ արեք։ Հետո գտել են մարդ, ռեժիսոր, սցենարիստ, բյուջեն տող են առանձնացրել հատուկ դրան, փող են տվել, ասել են սցենար գրի։ Այդ սցենարիստը նստել գրել է, օրինակ, կետ համար 1 պատկերել վիդեո, որտեղ հանրապետության հրապարակում Հայաստանի դրոշի փոխարեն ադրբեջանական դրոշն է, ասեն կետ համար 2, Երևանի փողոցները լցված են ադրբեջանցիներով, կետ համար 3, ցեղասպանության հուշահամալիրը քանդել, տեղը մզկիթ սարքել, հայերին ներկայացնել նամազ անելիս։ Դուք հասկանում եք, չէ՞, մեկ հայ մարդ, sense բան է մտածել, մյուս հայ մարդուն փող է տվել, որպեսզի այդ մյուս հայ մարդը նստի սցենար գրի, որտեղ Հայաստանի դրոշի տեղ Ադրբեջանի դրոշ են դնում, Հայաստանը պատկերվում է ադրբեջանցիներով լի, մզկիթներ եւ այսպես շարունակ։ Լավ, ես սրա անունը ինչ դնեմ, լավ, այսինքն դուք հայ մարդուն այդքան հիմարի տեղ եք դնում, որ մտածում եք, այս կուտը պետքա ուտի, կամ ինչքան պետքա արժանապատվությունից զուրկ լինի հայ մարդը, որ փող տա մյուս հայ մարդուն, որն էլ գրի այս անասուն սցենարներ։ Մոտալուտ, վերահաս, զգալով իր մոտալուտ, վերահաս տխուր վախճանը Քոչարյանն անցել է սպառնալիքներին։ Եթե փորձեն լկտիաբար հաղթանակը տանել մեզանից, ուրեմն ստանալով են հեղափոխություն։ Թե բա հեղափոխություն կանենք, թե բա մեր հաղթանակը։ Ինչ հաղթանակ։ Դու հիմա կռիվ ես տալի նշաձողի տակ չմնալու համար։ Հիմա սողում եք, որպեսզի այդ նշաձողից sense դունչներդ հանեք վերև մի կերպ անցնեք խորհրդարան։ Ինչ հաղթանակ։ Էս ինչ հող ես նախապատրաստում ինչ որ տարատեսակ խժդժությունների համար։ Վզակոտներիդ կտա ժողովուրդը, հանկարծ եթե փորձվեք ժողովրդի իրական հաղթանակին ձեռք գցել։ Դու սկի քո խմբակցությանը չես կարող տիրություն անես։ Ինչ հեղափոխություն։ Քո խմբակցության մի падգամավորը հիմա կալուգացու մոտ է։ Քո խմբակցության այն մյուս падգամավորը մեղադրվում է պետական դավաճանության մեջ։ Էս է քո խմբակցությունը, քո կառավարումը։ Ինչի մասին ես խոսում։ Թե բա հաղթանակ, հեղափոխություն։ Ժողովրդի հաղթանակի համը կզգաք հունիսի 7-ին։ Զգալով իր Կալուգացի շպիոնի եղբոր որդին Նարեկը Կարապետյան հաստատեց Սամվել Կարապետյանի անձնագրային տվյալներում գրված է FSB։ Իհարկե Նարեկը ինչ-որ տափակ մեկնաբանություններով էր փորձում բացատրել այս ամենը, հիմնավորելով, թե վերջինս 60-ականների ծնունդը դրա համար էլ գրված է FSB, բայց սրանք ընդամենը տափակ մեկնաբանություններ են, եւ այո, փաստենք, մենք գործ ունենք Կալուգացի շպիոնի հետ, ում փուռը տվեց նաև հարազատ եղբոր որդին Նարեկը, հիմնավորելով, որ վերջինիս անձնագրային տվյալներում գրված է FSB։ Լսեք, թե ինչ էր ասում Հայաստանի Հանրապետության վարչապետը 2024 թվականի հունիսի 12-ին։ Լսեք, հետ վերադառնամ։ Ձեզ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը 98 թվականից հետո պետք է եղել ձեր իշխանությունը պահելու համար։ Այսօր իրանք բերել եք որպես ցույցի մատերիալ 5000 դրամով ցույցերի բերելու համար։ Այս եք դուք, այս է ձեր ճշմարտությունը, այս է ձեր քաղաքականությունը։ Հիմա էլ ուզում եք նույնը անեք Հայաստանի Հանրապետության ժողովրդի հետ։ Պարոն Հովհաննիսյան, որ գուբերնիայում լինեք թեմական առաջնորդներ, գնաք սարկավակներ ելնեք խորաններին բանանելով, խունկ ծխելով, կայսրի տիրապետության ներքո։ Ձեզ համար Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը եղել է կա եւ կլինի իշխանության պահելու միջոց։ Դուք թքած ունեք Լեռնային Ղարաբաղի վրա էլ, Հայաստանի վրա էլ, հայ ժողովրդի վրա էլ։ Դուք հացկատակներ եք։ Հիմա պատկերացնում եք, սիրելի ժողովուրդ, տեղի է ունենում այն, ամենայն ճշգրտությամբ տեղի է ունենում այն, ինչ վարչապետը որոշ ժամանակ առաջ ասում էր ազգային ժողովի անվյոնից եւ ընդ որում, որին ի պատասխան տեսանյութում լսելի է, թե ինչպես էին հակադարձում անհամաձայնության աղմուկ աղաղակ բարձրացնում ընդդիմադիրները։ Բայց
Ղարաբաղի մեր սիրելի ժողովուրդ հատկապես, մենք թույլ չենք ուզում տալ եւ թույլ չենք տալու, որ ձեզ օգտագործեն որպես ցույցի մատերիալ 5000 դրամով այս հացկատակները։ Դե մեկը գրել է սապոն տարել ես, չէ՞, հետը։ Հա, բերել եմ։ Գիտես խի եմ բերել, որ դու քո նման sense իրան վատ բաղ մարդը, որ sense մտնում վիրավորական բաներ ես գրում, գա մոտս, գցեմ կռանաս վերցնես։ Գցեմ կռանաս վերցնես։ Չգիտեմ, քանի րոպեն մեկնես կռանաս կռացած կմնաս կվերցնես, ուզում եմ հիշեցնեմ, որ քաղաքացուն քաղաքական հայացքների համար վիրավորել, քֆուր անելը դա բարոյական օրենքներից զուրկ արարք ապավումով հասկացեք։ Ով ինչ որ խնդիր ունի ես ամեն ինչի հետ կապված, տենց որ մտնում եք վիդեո եք նկարում, վիրավորական կամ եւ այլն, բռնել եք ուզում դա կարա, կամ մարդամյաց սիլատամ հրապարակավ վիդեո եք անում, հետո էլ ասելու եք եկավ արդիշոփիովն սենց արես, նենց արեց։ Եթե չէ մեջն այդ տղություն կա, սպասեք կվերջանա ընտրությունները, կգաք Երևան տոնավաճառին տեղը բոլորդ գիտեք, հաթած սաղիթ պատասխան կտամ, ինչ, ոնց եւ այլն։ Իսկ հիմա մնացած նորմալ մարդկանց, adekvat մարդկանց եմ ասում, ովքեր որ այս ամեն ինչը գիտակցում են։ Սիրում եմ հարգում եմ ձեզ բոլորիդ, ու մենք գտնվում ենք Կոտայքի մարզում, հրավիրում եմ ձեզ միանալ մեր քայլերթին 2026-ին, ընտրելու ենք 16-ին։ Սա ոչ գովազդ է, ժողովուրդ ջան, ոչ ինչ որ մեկ ինձ ինչ-որ մի բան է ստիպում։ Ես քաղաքացի եմ Հայաստանի Հանրապետության, ազատ քաղաքացի, ու ինքնուրույն որոշում եմ, թե ես ինչ քայլ անեմ, ու խորհուրդ եմ տալիս բոլորիդ ինքնուրույն որոշեք, ոչ թե վախի մթնոլորտում, չգիտեմ, վայ հորքուրի մարդը, ես ինչ թևից է կամ մեր ընկերը, ես ինչ թևից է, այն ինչ թևից է, հանգարց տենց, ոնց կլինի, վախում ես կամ ամաչում ես, դու ինքնուրույն մարդ ես, հասուն մարդ, դու ինքդ կայացրու քո որոշումը, ու երբ որ կայացնես կհասկանաս, որ միանշանակ 2026-ին ընտրելու ես 16։ Հավաքարարը իր սախքյանք մնալու է հավաքարար, որովհետև ոչ լեզու է սովորում, ոչ է անում ինչ-որ մի բան հավաքարարի աշխատանքից բացի ուրիշ աշխատանք անել կարողանալու համար։ Ինչ ես խոսում, ուշադիր նայել եմ վիդեո, տեսի քո վիդեոից հատվածա, հավաքարարների մասին ես խոսում, ուրեմն քեզ մի հատ sense կարևոր բան ասեմ, եթե դու այդ թեմային կպել ես, նայում եմ ընդհանուր փորձում եմ պատկերացնել, որ ինչ-որ մոտիվացիոն բան ես ուզում ասես, բայց տենց չի լինում, լսի ուշադիր, լիքը հավաքարար, լիքը մարդուց բարձր է, այսօր մարդը եթե հավաքարարի գործ է անում, ինքը չի անում հավաքարարի գործ, որ իրան դա տենց հաճելի է կամ այնքան լավ է իրավիճակը, որ այդ գործն է անում։ Ինքը սոցիալական պայմաններից ելնելով է անում։ Ու այնքան մաքուր մարդ է, որ ինքը չի ընտրում անբարոյականության կյանք, այլ ընտրում է բարոյական ձևով փող աշխատելու ձևը։ Իսկ ովքեր են աշխատում հավաքարար հիմնականում քեզ հարց տվել ես, կոնկրետ մեր ազգում ով է աշխատում։ Մեր մերերը, մեր քրերը, մեր կանայք, մեր աղջիկները, մեր, չէ, մեր ազգի։ Այսինքն մի հատ մտածի, եթե մի բանի շուրջ խոսում ես, նոր խոսա, ստե ես մոտիվացիա չեմ տենում, ինչքան էլ դու միտքը ձևակերպես մոտիվացիա ես ուզում անես, նենց ձևակերպի, որ ոչ մի աշխատող մարդու, մանավանդ կնոջ չփորձես վիրավորած լինես։ Հավաքարարի գործը շատ հարգի գործ է։ Ես բոլոր հավաքարարներին հենց հիմա սիրում եմ, հարգում եմ ու ասում եմ շնորհակալ եմ, որ դուք ընտրել եք ձեր մաքուր ճանապարհով փող աշխատելու մեթոդը, միջոցը, բարոյական ճանապարհով, ոչ թե անբարո։ Բոլորս է գիտենք, լիքը մարդ, լիքը կանայք կարան անբարո ճանապարհով լիքը փողեր աշխատեն։ Շնորհակալ եմ ձեզանից, սիրում եմ։ Քրեր ջան, ոչ մի բանից մի նեղվեք, մի վատ զգացեք, ասեմ ձեզ իմանը կապ չունի, որս ինչ գործ է անում։ Ես էլ եմ արվում, մաքրում եմ իմ տարածքը, այսինքն հավաքարարություն անում եմ իմ տարածքում։ Հասկանում եք ինչ եմ ուզում ասեմ, ոչ մի գործ ամոչի, եթե դու անում ես քո ընտանիքին օգտակար լինելու համար, քո ընտանիքը պահելու համար։ Իսկ քեզ ու քո նմաններին, որ ինչ-որ մի հատ վիդեո եք ուզում անեք, խորհուրդ կտամ, երկար մտածեք ինչ եք անում։ Սեր մարդկանց մեջ քարոզեք, միասնություն ու գովացեք լյուբոյ աշխատող մարդու, ոչ թե փորձեք քլնգեք։ Կապ չունի այդ մարդը ինչա ձգտում, ինչ չի ձգտում։ Կինը ինչ պետք է ձգտի իր ընտանիքի համար ձգտելուց բացի։ Ոնց ես մտածում։ Հիմնականում կինը ձգտում է իր ընտանիքի համար լավ բան լինի, չէ՞, լավ բան անի իր ընտանիքի համար։ Այդ մարդը չի մտածում այդ տարիքում հել ինչ-որ մի բան սովորի կամ ես ինչ անի ուրիշ։ Ինքը մտածում է իր ընտանիքին օգտակար լինի։ Երկար մտածի, նոր խոսա, երբ որ խոսում ես մարդկանց մասին։ Հիմա հնարավոր է դու խոսում ես ուրիշ երկրում, ուրիշ ազգի մարդու հետ պատած դեպքի մասին, բայց կապ չունի, դու ասոցացնում ես հավաքարար խոսք։ Հարգանքս բոլոր աշխատող մարդկանց հավաքարարից միջև նախարար, կապ չունի ով ինչ է աշխատում։ Ժողովուրդ ջան, խնդրեմ այս վիդեոն միջև վերջ դիտեք, հեսա տեսանյութ կտեղադրեմ, այսօր արցախցի կինը նստավ մեքենան, սկսեցին քաղաքականությունից խոսել, ճիշտ ասած ես չէի ցանկանում, ինքը առաջինը սկսեց, այս երկիրը սենց, անենց, ու իր խոսքերի մեջ
լսեցի արտահայտություններ, թե Հայաստանի ժողովուրդը արեց, որ Արցախը կորցրեցին, որ ես ուրախ կլինեմ Հայաստանը ընկնի այն օրին, որ ընկավ Արցախը։ Տեսանյութը դիտենք, հետո կշարունակեմ։ Ես եթե անցնի Փաշինյանը, ուրախ կլինեմ, դուք էլ մեր օրը կընկնեք։ Ես ցավով եմ այդ ասում, բայց եթե ընտրի, այս ժողովուրդը ընտրի, ուրեմն արժանի է։ Արժանի է, որ մեր վիճակը ընկնի։ Կտեսնեք հերթով։ Իսկ Տաուշի շրջանները ով հանձնեց, Տաուշի այդ հողերը, էդ էլ ռուսը հանձնեց։ Շարունակենք այն ուղղակի։ Իսկ մնացածը դաստիարակությունը կներեք թույլ չի տալի ձեզ բան ասեմ, որ դուք մեզ անիծում եք, որ դուք ասում եք մենք էլ դուք էլ մեր օրը դառնաք։ Եթե Ղարաբաղցին մնա Հայաստանում, մենք հաստատ կընկնենք ձեր օրը։ Այո, որովհետև ինքը իր երկիրը կործանեց, եկա մեր օղն էլ կործան։ Դե Աստված ամենի սրտով իրենը տա։ Ուրիշ ոչինչ չեմ ասում։ Դուք մեզ հասցրիք այսօրին։ Դուք 21 թվին նորից այդ ամեն արիք, որ չընկնենք, որ մենք չունենանք հեմ մնացածը։ 21 թվին կրկնակի պարտվող։ Ուղղակի ես հազիվ կարողացա ինձ զսպել դուրս շպրտել իրան մեքենայից, անկեղծ այն մեջ հաճույքով դա կանեի, ուղղակի դաստիարակությունս թույլ չտվեց, տարեցկիներ ու անդրադառնամ քո խոսքերին, որ ես ուրախ կլինեմ, որպեսզի դուք ընկնեք մեր օրը։ Ու ունդե արտահայտություն ես անում, Հայաստանը արեց, հայերը արեցին, որ Արցախը մենք կորցրեցինք։ Հարգելիս մի հատ շարասյունը նայի Արցախի ժողովուրդը ոնց էր գալի, քանի կիլոմետրանոց հերթեր էր գոյացե սահմանին, քանի մեքենա փախավ Արցախից 20 թվի պատերազմի ժամանակ։ Ու նոր ասա հայերը արեցին, թե չէ։ Եթե հայերը անեին, հայերը չխառնվեին ձեր պատերազմին, 4 օր կտևեր ձեր Արցախյան շարժումը, ոնց որ 23 թվականին տևեց 3 օր։ Դիմացակ, քանի օր դիմացակ Արցախում։ 1.5 միլիարդ զենք թողեցիք, եկաք Հայաստան։ Հիմա եկեք քննադատում եք հայերն են արել, հայաստանցիք են արել, հա։ Խի դուք հայ չեք, որ հայերն են արել, հայաստանցիք են արել։ Թե դուք ուրիշ ազգ եք ձեզ դնում։ Ես ունեմ լիքը Ղարաբաղցի հարազատներ, ընկերներ, ծանոթներ, որոնց այդ շատ մտերիմ հարաբերությունների մեջ եմ, բայց իրանք կյանքում չեն խառնվում Հայաստանի քաղաքականությանը, չեն փորձում իշխանափոխություն անել, կառավարել երկիրը։ Հարգելիներս, սա Քոչարյանի ժամանակները չի, դուք չեք կարա, ստե իրավիճակ փոխեք, եղանակ փոխեք, այդ ժամանակները անցել է։ Ձեր Քոչարյանը չի գա երբեք իշխանության։ Դուք չեք կարա վլաս վերցեք Հայաստանի վրա, ոնց որ այն վաղտ էիք վերցել։